Պատմությունից հայտնի է, որ գրչով հայրենիք հետ չեն բերում կամ հողեր հետ չեն բերում։ Դուք եղել եք ռազմարտությունաբերության կոմիտեի նախագահ։ Ինչ է արվում այդ մասով, քաղաքականությունը ինչպիսին է ռազմարտությունաբերությունը զարգացնելու առումով։ Այսօր ռազմարտությունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, անգործության ավելի շուտ, առաջին հերթին եւ երկրորդ հերթին քանդող գործողությունների, որովհետեւ այն ինչ այսօրվա կառավարությունը հայտարարել է իր ռազմավարություններով, իր ծրագրերով, ուղղակի բացահայտ կերպով չեն իրականացնում, մի բան էլ դրանով պարծենում են իրենց կատարողականի ելույթների ժամանակ։ Ռազմարտությունաբերության ոլորտում լիազոր մարմինները, իրենց լիազորությունները ուղղակի կերպով խախտել են, իրենց պարտականություններից հրաժարվել են, կենտրոնացած են մի քանի, այսպես ասած, PR գործողությունների վրա, բայց հասարակ բան ասեմ, ռազմարտությունաբերության զարգացման բյուջեն 5 տարի թերակատարվում է ահռելի տոկոսով, ասենք ոչ թե 10-20%-ով, այլ 70-80%-ով զարգացման բյուջեն թերակատարվում է, ու լավ ասացի գրչով հետ չեն բերում, սրով են հետ բերում, մենք պետք է ուժի գործոն դառնանք էլի, որպեսզի մեր հաղթանակները, որ մայիսի 9-ով նշում ենք, հետ բերենք այդ հաղթանակները, մեզնից խլած հաղթանակները պետք է հետ բերենք։ Ասացիք, որ մոտավորապես 80%-ով թերակատարվում է ռազմարտությունաբերության բյուջեի պլանը, ինչը չի արվում եւ ով է դրա պատասխանատուն։ Դե զարգացման բյուջեի մասին եմ խոսում, զարգացման համար ուղիղ պատասխանատու կա, դա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է եւ ռազմարտությունաբերության կոմիտեն, որոնք, չգիտեմ, տասնյակ միլիոնավոր դոլարներ բյուջեով նախատեսված, դրանից ծախսում են 10-20%-ը արդեն 5 տարուց ավել է։ Եվ դա ուղիղ պարտականություն է, ոչ թե հայեցողական է բյուջեն, պետք է հասկանանք, մենք անընդհատ կարծում ենք, որ լավ բյուջեը մի բան գրեցին, տարվա ընթացքում ինչ ուզես, ինչ ձևով կուզես կփոխեն, բայց 2024 թվականի սեպտեմբերին ռազմարտությունաբերության զարգացման բյուջեից հանել կեսը եւ ուղղել, ասենք, պարեկների աշխատավարձերին կամ չգիտեմ եւ այլ տարատեսակ երկրորդային ծախսերի, դա կարծում եմ, որ ուղիղ հանցագործություն երկրի նկատմամբ։ Այս պայմաններում ինչպես են պատրաստվում Հայաստանի խաղաղություն բերել, որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, այսօր էլ իր ուղերձում է ասել պաշտոնական։ Դե այդպիսի խաղաղություն չի լինում։ Չկա խաղաղություն, եթե դու ուժի գործոն չես։ Խաղաղությունը ուժերի բալանսով է կազմում եւ կազմակերպվում։ Չլինի ուժերի բալանս, չլինի ուժ մեր կողմից, չի լինի խաղաղություն։ Մենք պետք է լինենք ուժի գործոն, մենք պետք է լինենք դիմացի այն ուժը, որի վրա կվախենանք կրակել։ Այս տեմպերով հնարավոր է դառնալ ուժի գործոն։ Այս իշխանությամբ հնարավոր չէ։ Այս իշխանությունը մեր թուլությունն է ապահովում, ոչ թե ուժը։ Դուք այս իշխանության ժամանակ եղել եք կոմիտեի նախագահ, ամեն դեպքում ինչ խոչընդոտների եք հանդիպել, արդյոք որևէ ճնշումներ եղել են կամ այլ գործոններ, որոնք խանգարել են զարգացնել ռազմարտությունաբերությունը։ Դե իմ պաշտոնավարման ժամանակը համընկավ այն կառավարչական քաոսի հետ 2019 թվականին, երբ որ ընտրությունից հետո երկար ժամանակ չէր կազմակերպվում կառավարությունը, ամենը կես տարի չունեինք կառավարություն, եթե հիշում եք, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքը ընդունվեց 2019 թվականի մայիսին, ԲՏԱ նախարարությունը այդ ժամանակ կազմակերպվեց, ռազմարտությունաբերության կոմիտեն, այսպես պաշտպանության նախարարությունից տեղափոխվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ, եւ այդ ընթացքում խոչընդոտները սկսած բյուրոկրատական, վերջացած քաղաքական խոչընդոտներից ամեն ինչին ականատես եմ եղել։ Ականատես եմ եղել, թե ինչպես կառավարության նիստերի դահլիճում մի բան ասում էին, մի ուրիշ բան անում էին։ Ականատես եմ եղել, թե ինչպես գլխավոր շտաբպետ այն ժամանակվա հայտարարում էր, որ ինչ պետք է առնենք, բայց պատերազմի ժամանակ ես իմիջիայլոց ոչ միայն կոմիտեի նախագահ եմ եղել, այս իշխանության ժամանակ, այլ նաև առաջնագծում մարտիկ եմ եղել, հավաքրածիկ եմ ծառայել 20 թվականի պատերազմի ժամանակ։ Տեսել եմ այն միջոցների բացակայությունը, որ ասում էին եւ երաշխավորում էին, որ ինչքան պետք է ունենք։ Անձամբ ականատես եմ եղել բարձր մակարդակի ստախոսության հանցագործության։ Մասով հաղորդումներ կայացրել եք բանկին։ Հարցը քնվել են պատերազմից հետո, հատուկ քննչական ծառայությունում եւ ինչ պետք էր ասել եմ այդ մասին։
Անջատված մասով ասենք օրինակ գործ հարուցել։ Չէ, իմ նկատմամբ գործ հարուցած կա, իմ նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցած, հա, մեկը ազգային անվտանգության ծառայությունից, մեկը հակկոռուպցիոն կոմիտեից, մեկը դատական փուլում է, մեկը ոչ միտեղ չի գնում, 5 ամիս համարը 5 ամիս առաջ են մեղադրանք հարուցել, մեղադրանք ներկայացել, ոչ միտեղ չի գնում։ Չի էլ կարող գնա, որովհետև մարդիկ, որոնք որ պատվերը ստացել են այդ գործը հարուցելու, իրենք ընդամենը գիտեն, որ ընդամենը կատարող են եւ այնքան փնթի են աշխատում, որ ուղղակի պատկերացնելի չէ։ Իսկ այդ դեպքում ինչով է պայմանավորված ձեր անձի թիրախավորումը։ Գործանող մարդիկ այս իշխանությունների աչքի փուշտն են։ Ցանկացած աշխատանք, որը բերելու է Հայաստանի Հանրապետության համար ինչ-որ դրական արդյունքի, այս իշխանությունների կողմից թիրախավորվում է։ Ավելին, այն ինչ որ իրենք հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի կամ բնակչության շահերից է արվում է այնպես, որ այսօրվա ձևից հետո բովանդակություն չմնա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։